Ընդհանրապես իրենք ներկա քաղաքականությունից շատ գոհ են եւ նշում են, որ Հայաստանի վարչապետի քայլերը մենք ողջունում ենք, նաեւ եւ Էրդողանը իր վերջին ելույթում նոյեմբերի 8-ի եւ նաեւ ադրբեջանական կողմը նշում է, որ շատ գոհ են, բայց բացի դրանից իրենց հայտարարություններից բացի իրենց գործողություններում էլ իրենք համաժամանակյա գործողություններ են իրականացնում հենց նաեւ եկեղեցու դեմ, օրինակ հունիսին այս տարվա 2025-ին Փաշազադեն նամակ էր գրել եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարին պահանջելով, որպեսզի խորհուրդը դադարեցնի աջակցությունը ուղղված հայ առաքելական եկեղեցուն, որովհետև առաքելական եկեղեցին իսլամաֆոբիայի եւ ռևանշիզմի քարոզով է զբաղված եւ ամեն կերպ պետք է ճնշվի այդ քաղաքականությունը առաքելական եկեղեցու կողմից դադարեցվի իրեն տրամադրվող ցանկացած տեսակի աջակցություն եւ սա շատ սինխրոն ընթանում էր Վեհարանի նկատմամբ տարվող հարձակումների հետ։ Բացի դրանից իրենք ծավալուն վերլուծություններ են հրապարակում պարբերաբար, մեղադրելով առաքելական եկեղեցուն տերորիզմի, ռևանշիզմի, քաղաքականությամբ զբաղվելու, խաղաղությանը խոչընդոտելու եւ այլ քայլերի մեջ, ողջունում են ներկայումս իշխանությունների կողմից տարվող այս հակաեկեղեցական արշավը եւ նույնիսկ Գարեգին կաթողիկոսի անունը իրենք շրջանառում են 2026 թվականի հավանական ուրեմն թեկնածուների ցանկում, ինչը մի փոքր ծիծաղելի է կարծում եմ։